Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, 4.4%-ով ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր։ Դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ 2024-ի արդյունքներով պետական պարտքը հնահարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դոլար։ Պարտքի ներգրավումն ու ծավալները ներգրաված են Հայաստանի Հանրապետության բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը եւ թե դրանց աղբյուրները, ասել է նա։ Նախարարը նշել է, որ վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է։ Հիմա հասել են 50% մակարդակի, ինչը բավական դրական ցուցանիշ է։ Նույնիսկ վերջին շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ խոսում էինք մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում էին, որ մենք մեր փորձով կիսվենք ու ցույց տանք, թե ինչպես ենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել, ասել է նախարարը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն։ Ստորաբաժանումների ղեկավարները պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մանասյանը անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի եւ նրանց կողմից ստացվող դիմում բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը եւ նշել, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողը ամենօրյա աշխատանքով պետք է ավելի բարձրացվի եւ իր մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։ Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ եւ նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները։ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը հարթ է ընթանում, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2025 թվականից, նախատեսված է 2023 թվականից հետո ծնված 1 տարին լրացած եւ նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց համար։ Աթոյանի խոսքով ջրծաղիկի դեմ պատվաստվել է 2023 թվականից հետո ծնվածների 13%-ը, ինչ վերաբերում է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց, մասնագետը նշել է, պատվաստվելը պարտադիր չէ, բայց խրախուսվում է։ Խոսելով կարմրուկի մասին նա նշել է, որ այս պահին կարմրուկի բարձր մակարդակ է աշխարհում ու քանի որ մեկնարկում է արձակուրդային սեզոնը, բարձր է հավանականությունը, որ մարդիկ կարմրուկով կարող են վարակվել արտերկրում։ Պետք է զգոն լինել, հասարակությանը զգոն պահել, բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման բարձր մակարդակ ունենք, հավելել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը։ Թմրամիջոցների օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները Օնեքս ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի մաքսային հսկողության գոտում մաքսային զնման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։ Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից եւ հագուստից հայտնաբերվել է ընդհանուր 970 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներից ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ առաքանու հասցեատերը այն պետք է ստանա Օնեքսի առաքանիների ստացման պահոցից։ Այդ պահոցի նկատմամբ սահմանվել է 24 ժամյա հսկողություն։ Արդյունքում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ս. Վերջինս ենթարկվել է ձերբակալման ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։ Պարզվել է, որ նշված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացնելու տելեգրամյան հարթակում։ Ձեռքբերված օպերատիվ տվյալների համաձայն նշված թմրամիջոցները պետք է վերցնեին Վանաձոր Ստեփանավան թունելի հարակից հատվածից։ Կատարվել է նշված հատվածի դարանակալում, որի ընթացքում պարզվել է թմրամիջոցները ձեռք բերող անձանց ինքնությունը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացմանը ներգրավվել են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության
ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցներ։ Նրանց աջակցությամբ թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու անմիջական ցակած հիմնավոր կասկածով Ստեփանավան քաղաքի հասցեներից մեկում ձերբակալվել եւ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի, որտեղ վերջիններս ենթարկվել են ձերբակալման ուղեկցող անձնական խուզարկության։ Քաղաքացիները տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն ու նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել։ Ներկայում կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրաված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Աբովյանի համայնքապետարանը տարածել է հայտարարություն կապված համապետական շաբաթօրյակի հետ, որում ասված է. Աբովյան համայնքի հարգելի բնակիչներ, սույն թվականի մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որի շրջանակներում Աբովյան համայնքում նախատեսված են մեծածավալ աշխատանքներ։ Սահմանված գործողությունների պլանին եւ տարածքային սխեմաներին համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության կազմակերպությունների, վարչական կենտրոնների կողմից կիրականացվեն սանմակրության, աղբահանության աշխատանքներ։ Հորդորում ենք բնակիչներին, մասնավոր կառույցներին, բոլոր տնտեսվարողներին մասնակցել համապետական շաբաթօրյակին, իրականացնել մաքրության աշխատանքներ բնակելի թաղամասերում, բակային ու հանրային տարածքներում սեփական օրինակով նպաստելով ել ավելի բարեկարգ միջավայր, գեղեցիկ ու գրավիչ համայնք կառուցելու նվիրյալ գործին։ Մայիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 9:12-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 5:12-ին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Գավառ քաղաքից 12 կիլոմետր հարավ, 10 կիլոմետր օջախի խորությամբ գրանցվել է 2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյան ցցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս եւ Սարուխան գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ին։ Ըստ այդմ բացահայտվել է 162 հանցագործության, որոնցից 5 դեպքը նախկինում կատարված։ Հայտնաբերվել են 13 հետախուզվողներ, կամավոր ներկայացել է 6-ը։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։ Համաձայն ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության անցած մեկ օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք լինելու, մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը հանդիպումները մոդերացնելու համար։ Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, ասել է նա։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ գաղափարներ են անհրաժեշտ, պարզաբանել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն ու մշակեն կոնկրետ գաղափարներ այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը։ Դա կախված կլինի նրանցից, նշել է Բրյուսը։ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը վերջին 100 տարվա ընթացքում։ Ծառերի տապալման պատճառով վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ, շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր, շարքից դուրս է եկել 4400 տրանսֆորմատորային ենթակայան։ Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, 5 շաբթի Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են եղել, սակայն ուրբաթ գիշերն արդեն սկսել է ձյուն տեղալ։ Մայիսի 2-ի առավոտվա դրությամբ տեղումների ինտենսիվությունը նվազել է։ Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառող կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր եւ պահպանել երթևեկության կանոնները։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փակե Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մայրաքաղաք Երևանում մայիսի 3-ից 6-ին 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մայիսի 7-ից 3-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում մայիսի 4-ից 3-ը 5-ից 6-ին շրջանների զգալի մասում, 3-ին 4-ի գիշերը 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 5-ից 6-ին առանձին վայրերում Հորդառատ, Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ից 6-ից 3-ը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։